Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի վերին պտղնի Երևանաբոյան խճուղու 5 հասցեում գործող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը հանրության առավել հայտնի է որպես վարչանքի եւ ժամանցի կենտրոն կամ խաղատուն, գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։ Այս ամենի հետևանքով ընկերության պատասխանատու անձանց կողմից հայտարարագրվում են իրացման իրական շրջանառությունները, որի արդյունքում պակաս են հաշվարկվում բյուջե վճարվող հարկային պարտավորությունները։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակում որպես հաճախորդներ կապ է հաստատվել ընկերության համապատասխան աշխատակիցների հետ։ Ընկերության կողմից կազմակերպվող միջոցառումների փաստացի գնացուցակին ծանոթանալու նպատակով։ Վերջիներս չգիտակցելով այն հանգամանքը, որ հաճախորդները հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության քողարկված աշխատակիցներ են, հայտնել են միջոցառումների իրական գնացուցակի տվյալները։ Միաժամանակ տեղեկացել են, որ անկախ հյուրերի քանակից սրահը տրամադրվում է 12 միլիոն ՀՀ դրամից ոչ պակաս արժեքով։ Ճշտվել են նաև հանգստի եւ ժամանցի վայրային տարածքները, որտեղ կարող են արկա լինեն ընկերության իրացման շրջանառության վերաբերյալ թվային եւ փաստաթղթային արժանահավատ տվյալներ։ Վարչության աշխատակիցները ստացված տվյալները մանրամասն վերլուծել են, մշակել են միջոցառումների կատարման հաջորդականությունն ու անցել են բացահայտ գործողությունների։ Իրականացված միջոցառումների շրջանակում համաժամանակյա հետազոտվել են համակարգիչներում արկա ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները, ներքին հաշվառման եւ սևագիր փաստաթղթերը։ Ձեռքբերված տվյալները համադրվել են ՊԵԿ տեղեկատվական բազայում արկա նույն ժամանակաշրջաններին վերաբերելի հարկային հաշվարկների տվյալների հետ։ Արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից 2025-ից 26 թվականներին կազմակերպված թվով 25 խնջույքներից ձևավորված 300 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով հասույթը չի արտացոլվել հարկային մարմին ներկայացված հաշվարկներում։ Արդյունքում հաշվարկվել եւ պետական բյուջե չի վճարվել շուրջ 82 միլիոն ՀՀ դրամ։ Փաստի առթիվ առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսվարողներին զերծ մնալ նման վարքագծից եւ գործել թափանցիկ, իսկ քաղաքացիներին հորդորում է պահանջել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ վճարային փաստաթղթեր։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։